մի պատգամավոր կա, որին ուզենք թե չուզենք, մեզանից անկախ հետևել ենք, այս վերջին սեսիայի ամբողջ ընթացքում սա աթոռի վրա քնած էր, տրզած քնած էր, ոչ մի քննարկման չէր մասնակցում, ոչ մի ելույթի ժամանակ կալ ասել, այդ մարդը բացակայում էր ազգային ժողովում, բացակայում էր, բոլորը գիտեն, ես չեմ սիրում ընդհանրապես անունը, եթե բոլորը գիտեն, կարելի է նաև ասել, չէ, իմաստ չունի, որովհետև վարկենական վազելու են փաստաբաններով, ես ինչերով վազելու են ինչ-որ հայցեր ներկայացնեն, իրենց մի 3-4 ամիս է մնացել, հիմա որ անունը չտանք է կլինի, նա հավաքական կերպար է, այդ հավաքական կերպարը ազգային ժողովում զբաղվում է դատարկապորտությամբ, դատարկապորտ է այդ մարդը, չի աշխատում այս մարդը, բայց այն օրը իրան հարցնում են, ինչքան եք ստացել այդ բան, պարգևաճառ, 2.5-3 միլիոն դրամ ստացել էր, չի ամաչում, երբ որ իրեն հարցնում են, չի ամաչում, բայց ինքը գիտի չէ, որ ինքը չի աշխատել, հիմա դա առանձին հարց է, մի հետաքրքիր հարցը նա է, որ այդ քարոզիչների մի բան կա, այսպես հրոսակախումբ կա, ՔՊ-ական, այս հրոսակախումբը ընդհանրապես հրաժարվում է, ասել ենք ինչքան գումար ստացա, գիտեք ինչու, որտեղ նույն անձնավորություն է, չէ, 10 րոպեվա տարբերությամբ խոսում է, որ թոշակառուներ ջան, մենք ձեր համար էս ենք արել, մենք ձեր համար էս ենք արել, էս ենք արել, էնց ենք արել, 10 րոպե հետո իրեն հարցում են, դուք ինչքան ենթադրենք պարգև եք ստացել, ասում է կհրապարակեմ, կհրապարակում է որն է, այդ թեման հիմա է ակտուալ, չէ, այդ թեմայի շուրջը մենք կարծիք ունենք փոխանակելու, մենք ունենք լրացուցիչ ինֆորմացիայի ենթադրենք, անհրաժեշտություն, մենք հավատում ենք ձեզ, չէ՞ որ դուք ասում եք, որ մենք ժողովրդի զավակն ենք, մենք ժողովրդի ծոցից ենք դուրս եկել, հանկարծ եւ հանկարծ ոչ մի օլիգարխ ենթադրենք իր փողով չզարմացնի մեզ, երեք էլ ինչ որ ասում են պետական պաշտոնյայի դուռը ոտով բացողի ոտերը կջարդենք, այդ որտեղ են ոտով դուռ բացել, կամ դուք այդ ինչ մի ոտ ջարդող եք, կամ այդ գազանակերպեությունը ում է պետք է ոտ ջարդելը որն է, այս ինկվիզիցիայի տարիները դարերը չի, այսի մողոլական արշավանքի տարերը չեն, ես չեմ կարող հասկանալ, դե իրենք աչքերով են հանում, ականջներել են կտրում, այդ սարսափի ինչ-որ խոստումները ոտ կջարդեմ, մեկն էլ քիթը կկտրեմ, ականջները կկտրեմ, աշկերը կհանի, ում է կահտալի, ժողովրդին է կահտալի, այս ժողովուրդը ձեզանից ավելի վատ պերսոնաժներ է հանդիպել այս ամբողջ ընթացքում, շատ ավելի վատ պերսոնաժներ է հանդիպել, այս ժողովուրդը վախեցող ժողովուրդ չի, ժողովուրդը պարզապես գիտի, որ որոշակի X պահի ավելի հեշտ եղանակով, չէ, այս մարդկանց սիրուց տեսություն է ասելու, այս մարդիկ ընդամենը ամառվա առաջին ամսվա առաջին տասնօրյակում այս եւ կաբինետները կլքեն, եւ այդ ամեն ինչը կլքեն, եւ կհեռանան, կփորձեն հեռանալ, բայց չենք թողելու որ հեռանան։